Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը շարունակվում է մեզ մոտ եւ շաբաթը վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ Լիոնը կմրցի Կադիսի դեմ եւս մեկ շատ հետաքրքիր հանդիպում։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Սկսենք Լիոնից Արթուր Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Բաբկեն Աբրահամյան համար 3, Ռուդի Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դավթյան համար 7, Լյուդվիգ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրահամյան համար 9, Վաղինակ Սեդրակյան համար 10, Տիգրան Սեդրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13, դա նաև թիմի ավագն է, Արտուր Ասոյան համար 21 եւ Արտակ Մանվելյան համար 99։ Կադիսի դարպասը պաշտպանում է Մարտին Ստեփանյանը համար 1, կամրցավարի Սուլիչում 1 տարկած այս հետաքրքիր հանդիպումը, Աշոտ Համբարձումյան համար 3, Հայկ Ռևոնդյան համար 4, Դերենիկ Աղումյան համար 9, Արմեն Բաբախանյան համար 14, Գերամ Խաչատրյան համար 17, Դանիել Հակոբյան համար 19, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Ռոբերտ Ֆիդանյան համար 80, Սերո Բաբալոյան համար 77։ Ահա այսպեսի կազմ ունի այս հանդիպան համար Կադիսը, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի հիմա արդեն Ստեփանյանի պաշտպանած դարպասից։ Քիչած նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել, իսկապես երկու թիմերն են հիմա միմիայն այստեղ են, դրանում երկու կարծիք լինել չի կարող, երեք միավորի համար շատ վտանգավոր հարված տեսանք այստեղ Սեյթրակյանի կատարման պտտեցեց գնդակը դեպի հեռավոր անկյունը, բայց այն մի փոքր շեղությամբ ընթացավ։ Հիմա գրոյի անցտուվ Կադիսը, բայց այստեղ վերսես Լիոնի դարպասապա գնդակը Ֆիդանյան հերվից հարված ու անկենային հարված հիմա Կիրաստին Կադիսը եղավ հանրադարձ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Դրա համար որ բան եմ խաղում вообще երկար տակից մաքրում։ Տեսնենք այս անկյունի խաղարկումը ինչ կտա Կադիսին։ Պապաբլոյան փոխանցում, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց այս գնդակին ու հետո այդ գնդակը դուրս հանեցին Լիոնի պաշտպանները դաշտի սահմաններից, եզից հիմա կնետի Կադիսը։ Բայց այստեղ ոչինչ չտվեց Կադիսի եզրային նետում ու դարպասապա Ղազարյանը վերցրեց գնդակը ուժեղ փոխանցում կատարելով առաջ։ Գրոյի անցել հիմա Լիոնը հարված եք նույնիսկ տեսնում ու այստեղ Աղումյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Հակոբյանի կատարած հարվածից հետո ու արդեն անկյունային Կիրաստի հիմա Լիոնը Սեդրակյանն է տեղադրում գնդակը անկյունային հարվածը իրացնելու համար կա փոխանցումը ցածրից ու ինչ է այստեղ գնդակը չի հայտնվում իհարկե դարպասում կողքից տպավորություն այնպիսին է որ արդեն գնդակը հայտնվեց ցանցում բայց ոչ դարպասը անառիկ է ու հիմա արդեն Կադիսի ֆուտբոլիստները կսկսեն խորքից Ջուլակյանը մասնավորապես հիմա թողեց գնդակը դարպասապա Ստեփանյանին ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ հեռացեցին Լիոնի պաշտպանները չնայած ոչ այնքան հեռու հիմա Կադիսը կրկին գրոյի կփորձի հասնել Խաչատրյան լավն էր այս փոխանցումը, բայց ուժեղ ստացվեց մի փոքրային Ֆիդանյանի համար ու Ֆիդանյանը այս դրվագում գնդակին հասնել իհարկե չէր կարող։ Խորքից նորից սկսում է Լիոնը, քիչ էր մնում արդեն սխալվեին ու վտանգավոր գրո ստացվեց դարպասի ուղղությամբ, բայց կարողացան հեռացնել, հետո էլ վաստակեցին եզրային նետման հնարավորություն, Անդամյանը կկատարի հիմա եզրային նետումը։ Կա փոխանցում, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Կադիսի ֆուտբոլիստները հիմա էլ լավն էր այս փոխանցումը, բայց չանցավ պաշտպանների միջից։ Սեդրակյան
գրոհում է հիմա Լիոնը կար այստեղ այո Ջուլակյանի կողմից խաղի կանոնների խախտում ու ստանդարտ կիրացնի Լիոնը շատ վտանգավոր գոտում Սեթրայգյանն է կրկին գնդակի մոտ Լիոնի կազմում, իհարկե նրա հեռահար կրակոստին սովորենք ու տեսնենք այս անգամ ինչպես կստացվի կամբարձավարի սուլիչը Սեթրակյան բայց բարձր է սացում այս անգամ Լիոնի 10 համարի կատարած հարվածը ու արված կլինի Գադիսի դարպասից արագորեն դարպասապահ ուղարկում է գնդակը Խաչատրյանի ուղղությամբ Սրապյանն է գնդակով դեպի աջ Ֆիդանյան Աղումյան դեպի աջ է ուղարկում գնդակը Բարձից փոխացում ենք տեսնում սա նույնիսկ հարված կարելի է անվանել իհարկե Ղևոնդյանը շատ լավ փոխանցում էր կատարում բայց ստացվեց հարված ու հետո էլ դարպասապահ վերցեց գնդակի Ֆիդանյան կրոս դեպի Տուգանային հրապարակ ու հիմա էլ չի ստացվում դիպուկ գտվել Արմեն Բաբախանյանի մոտ շատ լավ հնարավորություն իսկապես հիմա կորցրեց Կադիսը ու հարված կլինի Լիոնի դարպասից դարպասապահ Ղազարյանը ուժեղ փոխանցում կատարեց առաջ, բայց այստեղ իրավիճակը վերահասկում էր Աղումյանը ու թույլ չտվեց մրցակցին գրոհի անցնել Եսից հենց իգնել կնետի Ղազարյանը փոխանցում, բայց հիմա հեռացեցին գնդակ ու արդեն ավելի հեռուն ընթացավ այս փոխանցումը, հարված կլինի կրկին Արտուր Ղազարյանի պաշտպանած դարպասից Ուժեղ փոխանցում է կատարում առաջ դարպասապահ, այստեղ առաջինը գնդակին արձագանքեցին Կադիսի ֆուտբոլիստները, բայց գրոհ անցնել Ստացվեց նրանց մոտ ու հիմա Լիոնի պատասխանը, բայց Ջուլակյանը կրկին խախտեց խաղի կանոնները, այո Եվ տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Լիոնին Գնդակի մոտ է Աբրահամյանը, բայց նրա կատարած հարվածը դիպավ պատին ու հիմա էլ հեռացին Կադիսի ֆուտբոլիստները գնդակը հարված կկատարի հիմա դեպի մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներ դարպասապահ, բայց թույլ ստացվեց մի փոքր այս փոխանցում ու գնդակը բաժին հասավ Լիոնի ֆուտբոլիստերին, հիմա էլ Սեթրակյանը լավ էր մտածել, բայց խաղանկերը չհամագործակցեց նրա հետ, հիմա էլ Խաչատրյանն է հեռացնում գնդակ ու եզրից կնետի Լիոնը բավական բարձր ու ակտիվ է երկու թիմերն էլ հանդիպան մեկտարկային այս անցած 10 րոպեների ընթացքում, իհարկե բայց առայժմ գլխավորը հաշվի տեսանկյունից չունենք փոփոխություն Ֆիդանյանն ուժեղ փոխանցում առաջ դեպի Բաբաբլոյանը հետևեց, բայց ոչինչ անել նախորդ դրվագում չկարողացավ, հիմա նորից Ֆիդանյանն է գնդակի մոտ հարվածեց անդրադարձել եղավ, բայց գնդակը վերցրեց Կադիսի դարպասապահ Մարտին Ստեփանյանը ներողություն եմ խնդրում Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանը ու հիմա նոր հարված կլինի Մարտին Ստեփանյանի պաշտպանած դարպասից Աղարկում է գնդակը Ջուլակյանի հետ Շարժվում առաջ ռիսկի դիմեց այստեղ հիմա Ստեփանյանը, բայց հասցրեց փոխանցում կատարել Աղումյանի ուղղությամբ, իհարկե կորցնելու դեպքում դատարկ դարպասին կարող էր սպառնալ Լիոնը Հիմա էլ ուժեղ փոխանցում ենք տեսնում դեպի առաջ Ջուլակյանի կատարման պայս հարվածն էլ վտանգավոր էր, բայց գնդակը չհայտնվեց դարպասում Ռաֆայել Աբրահամյանի կատարած հարվածից հետո ու անկյունային հիմա կիրացնի Լիոնը
Բարձից փոխանցում ենք տեսնում հիմա էլ Ջուլակյանն է հեռացնում գնդակը ու կարողացան Կադիսի ֆուտբոլիստները հեռացնել Բաբաբլոյանն է զարգացնում արագություն, բայց այստեղ Ջուլակյանը հասցրեց հեռացնել գնդակը։ Ու անկյունային հարված է հիմա վաստակում արդեն Կադիսը մրցակցի դարպասի ուղղությամբ։ Խաչատրյանը խաղարկում է Բաբաբլոյանի հետ գնդակը, ստանում նրանից պատասխան փոխանցումը։ Դեպի Ֆիդանյանը, Ֆիդանյան հարված ու մի փոքր շեղությամբ ստացվեց հիմա Ռոբերտ Ֆիդանյանի կատարած հարվածը, եթե հարմարեցնել ու աջ ոտքով հարված կատարել Ֆիդանյան, ապա ավելի վտանգ կներկայացնել նրա հարվածը իրենից, բայց իհարկե նա երկու ոտքով էլ շատ դիպուկ է ընդհանրապես գտնվում այս դրվագում, իհարկե ստացվեց նրա հարվածը, բայց դեռ առջևում բավական խաղ ժամանակ կա, հիմա եզից կնետի Կադիսը, բայց այս ընթացքում փոփոխություն տեղի պետք է ունենար Կադիսի կազմում, հիմա չկատարվեց փոփոխությունը, այստեղ էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հիմա արդեն մրցավարը թույլատրում է փոփոխություն իրականացնել։ Եզրային նետումը իրացված է, առաջին հպումը գնդակին կատարեց Դանիել Հակոբյան ուղարկելով այն Խաչատրյանի ուղղությամբ Բաբաբլոյան, բայց այստեղ Բաբաբլոյանի փոխանցումը չանցավ ու հիմա փորձում են գրոյի հասել Լիոնի ֆուտբոլիստները, Հակոբյանն է գնդակով թողեց գնդակը այստեղ խաղընկերոջը, բայց ընկավ հիմա արդեն Լեոնի գրոյի տեմպը, Աբրահամյան, շատ լավն էր Աբրահամյանի փոխանցումը, բայց Աղումյանը կարողանում է հեռացնել գնդակը ու կտեսնենք արդեն անկյունային հարված։ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատուցները հեռացված է գնդակը Բաբաբլոյանն է շարժում առաջ, այստեղ ստապեց իհարկե կարտարբերակներ ու եզից կնետի հիմա Հակոբյանը կատարում է փոխանցում Բաբաբլոյանի ուղղությամբ, այստեղ դուրսքին իմես Լյուտվի Գատամյանը, բայց հետո կարողացավ դարպասապա Ղազարյանը հասնել այս գնդակին։ Եվս մեկ խորքից փոխանցում, Սեյթրակյանը իջեցրեց գնդակը, Սեյթրակյան դեպի աջ է ուղարկում գնդակը, տեսնենք այս գրոհի ինչ կտա։ Հիմա Լիոնի եվս մեկ հարված ու Ջուլակյանն է փակում հարվածի ճանապարհը։ Ես իսկ նետեն Լիոնի ֆուտբոլիստները իսկապես ինչ է կատարվում հիմա խաղադաշտում, երկու թիմերն էլ շատ վտանգավոր են մեկը մյուսի համար, բայց առայժմ չունեն խփված գնդակում Բաբաբլոյանն է Ձախ եզրում այստեղ առանցնայելու փոխանցում կատարեց ու դարպասապա Ղազարյանը դուրս գալով դարպասից կարողացավ այն հեռացնել։ Սեյթրակյանն էր այստեղ պայքարում գնդակի համար, բայց հենց իրենից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետեն Լիոնի ֆուտբոլիստները։ Ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը, Կադիսը այս պահին գտնվում է իր խմբում 8-րդ հորիզոնականում վաստակած 9 միավորով 5 հանդիպումից հետո, Լիոնը չունի առայժմ վաստակած ոչ մի միավոր 4 հանդիպումից հետո կրել է 4 պարտություն, իհարկե ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը Ֆիդանյան հարված ու շեղությամբ է իմաստացվում Ֆիդանյանի հարվածը։ Այո, Լիոնը չունի առայժմ ոչ մի միավոր վաստակած, բարդ մրցակիցներ բաժին ասան Լիոնին մեկտարկային տուրերում, իհարկե մեղադրել թիմին ոչնչում չեն կարող, բայց այս պահից սկսած իհարկե ցանկացած թիմ սայթակելու իրավունք չունի, եթե ուզում է բնականաբար հայտնվել play-off փուլում եւ իհարկե Լիոնը այն թիմերից է, ով իր առջև ունի նպատակներ, իհարկե ոչ միայն play-off-ում հայտնվելու, այլ նաեւ շատ եւ շատ առաջ շարժվելու։ Ֆիդանյանն է հիմա շարժվում առաջ ձախ եզրով, Ֆիդանյանն հետ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Հակոբյանը կարողացավ փակել գնդակի ճանապարհը, Աղումյանն էլ հեռացեց այն ու հիմա նորից Լիոնն է ասում գրոյի Սեյթրակյան, արգելակեց մի բան մնաց գնդակով Սեյթրակյանը, լավ փոխանցում կատարեց դեպի ձախ եզր, բայց այստեղ արդեն հարված այն ուժգնությունը չունեցավ
քանի որ սայթակելով հարված կարողացավ կատարել այստեղ Աբրահամյան ու թույլ ստացվեց նրա կատարած հարվածը։ Տևոնյանն է գնդակով, խորքից կտրող փոխանցում դեպի խաղընկերը Ֆիդանյանն այստեղ բարդ իրավիճակում էր, բայց անել ոչինչ չստացվեց, արեցին հնարավորության սահմաններում այս դրվագում, հիմա ինչ է կատարվում Սեյթրակյանը ամեն դեպքում շեղեց գնդակի ուղղությունը, բայց գնդակը չհայտնվեց դարպասում։ Նորից խորքից փոխանցում, այստեղ Խաչատրյանը փորձեց ավելացնել, չստացվեց, հիմա Խաչատրյանն է գնդակով, բայց չհասավ գնդակը այստեղ Բաբաբլոյանին, կփորձի պահել գնդակը Հակոբյանը դաշտի սահմաններում, այդպես էլ արեց ևս մեկ կրակոց Ֆիդանյանից հանրադարձու անկյունային արված կտեսնենք Կադիսի կատարմամբ Եվս մեկ փոխանցում անկյունայինից Ֆիդանյանը հասավ գնդակին, բայց արդեն հակառակ եզրում Ֆիդանյան գեղեցիկ էր անցումը, Ֆիդանյան տեսնենք ինչ որոշում կայացնի բարձից փոխանցում, բայց անհասցե ստացվեց այս փոխանցումը, հետո խաղընկերը հասավ կատարեց փոխանցում, բայց արդեն գրողը կորցրել էր իր ընթացքն ու տեմպը ու կարողացան Լիոնի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը եզրից, հիմա կնետի Կադիսը Գեղեցիկ գործեց այստեղ Բաբաբլոյանը ու վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն։ Հիմա եւս մեկ փոխանցում ենք տեսնում ու թույլ չտվեցին պաշտպանները գնդակը ընդհանրադարպասի ուղղությամբ, հիմա եւս մեկը Ուղևոնդյան այստեղ էլ չհասցրեց հարված կատարել, եւս մեկ անկյունային կտեսնենք։ Հիմա Կադիսի կատարմամբ Բաբաբլոյան փոխանցում Ջուլակյան ու չհայտնվեց հիմա գնդակը դարպասում Ռուբիկ Ջուլակյանի կատարած հարվածից հետո իսկապես շատ վտանգավոր ինքիմերը Սեյթրակյանը լավ գործեց այստեղ մի փոքր հեռու թողեց գնդակը ու հետո Աղումյանը կարողացավ հեռացնել այն Սեյթրակյան թողնում է գնդակը խաղընկերոջը Հակոբյանն է ստացել գնդակը շարժվում է դեպի կենտրոն ու գնդակ ուղարկում արդեն ծախ եզր որտեղ Լյուդվիկ Ադամյանն է Ադամյան ուժեղ ստացվեց այստեղ Ադամյանի փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից արված կլինի Կադիսի դարպասից այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Թիմենի կասում այո Սում են խորքից Կադիսի ֆուտբոլիստները, Բաբաբլոյան թողեց գնդակը Ֆիդանյանին տարավ իր գնդակը Ֆիդանյանը, բայց հեռու թողեց լավն էր այս փոխանցումը, իսկ հիմա արդեն Բաբախանյանի հարվածը բարձր ընթացավ իսկապես շատ հաշվարկված ամեն ինչ արեցին Կադիսի ֆուտբոլիստները այս դրվագում բացի վերջնական հարվածից, իսկ Դանիել Հակոբյանի կատարած փոխանցումը էլ ավելի շքեղ ստացվեց Եգորյան դեպի աջ փոխանցում, հիմա էլ քիչ էր մնում սխալվեին Լիոնի ֆուտբոլիստները, Եգորյանն է առաջ շարժվում մնաց գնդակով Լիոնը, բայց Աբրահամյանի փոխանցումը եթե անցներ ապա արդեն Սեյթրակյանը պատրաստ կլիներ եզրափակելու, հիմա Հակոբյանի փոխանցումն է բաժինացնում Լիոնի ֆուտբոլիստերին, բայց հետո կարողացավ իր սխալը ուղղել Հակոբյանը ու հեռացեց գնդակը Ֆիդանյան, լավ
Արագություն կարող էր զարգացնել այստեղ Ֆիդանյանը, բայց նկատեց, որ չի ասում գնդակին ու ավելորդ ջանքեր չխնայեց Եգորյան։ Խորքից փոխանցում ենք, տեսնում այստեղ Ջուլակյանը երկրորդ հարկում լավ գործեց։ Դարպասապանն է հիմա գնդակով Կադիսի, Ստեփանյանը կատարեց փոխանցում ու քիչ էր մնում սխալվեին, բայց վտանգավոր գրոյի է իմացնում Կադիսը անմիջապես, իսկ Ֆիդանյանի այս փոխանցումը ուժեղ է ստացվում։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ կա, այս գնդակին իհարկե Լիոնի ֆուտբոլիստը։ Վտանգավոր գրոյանց է Լիոնը Սեյտրակյան։ Թույլ ստացվեց այստեղ Սեյտրակյանի հարված ու դարպասապա վերցեց գնդակը ուղարկելով այն Բաբաբլոյանի ուղղությամբ։ Հակոբյանն է ձախ եզրով զարգացնում արագություն, բայց Հայկ Հակոբյանը այստեղ շատ լավ պաշտպանվեց։ Թույլ տալով մրցակցին առաջ շարժվել, Աբրահամյան, Սեյտրակյան, Տրկին Աբրահամյան։ Փակվեց Աբրահամյանի փոխանցման ճանապարհը եւ անկյունային արված հիմա կիրացնի Լիոնը, այնուամենայնիվ անկյունային արվածի հնարավորություն այս դրվագում Լիոնի ֆուտբոլիստները վաստակեցին։ Բարձից փոխանցում ենք տեսնում ու հեռացված է գնդակը, Բաբաբլոյանն էլ շատ հաջող կերպով իջեցեց գնդակը, զարգացնում է արագություն ու Եգորյանը այստեղ խաղի կանոնների սահմաններում պաշտպանվեց։ Եգորյան կրոշ դեպի մրցակցի տուգոնային հրապարակ, բայց այստեղ Ջուլակյանը կարողացավ հեռացնել գնդակը, Բաբախանյան լավ էր մտածել, բայց հեռու թողեց գնդակը իրենից ու Լյուդվիգ Ադամյանը վերահասքում էր իրավիճակը այս դրվագում։ Եվս մեկ փոխանցում ենք տեսնում ու դաշտի միջին հատվածում համար պայքար է ընթանում։ Բաբաբլոյան ձախ եզրով շարժվում է առաջ Բաբաբլոյանը, թիկունքում կա խաղընկերը, բայց որոշեց փոխանցում չկատարել, հետո էլ վաստակեց։ Ոչ չվաստակեց, հենց Բաբաբլոյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետի Լիոնը։ Եգորյան ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Ջուլակյանը իրադրության տերն էր ու թույլ տվեց, որպեսզի դարպասապահ տիրի գնդակին, Աղումյան դեպի աջ է ուղարկում գնդակը, բարձից փոխանցում դեպի Բաբաբլոյանը, շատ լավ գործեց այս դրվագում, Բաբաբլոյանը Ֆիդանյան հարված ու հիմա արդեն հայլեց այս դրվագում Ֆիդանյանի կատարած հարվածից հետո Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանը հեռացնելով գնդակը։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա Կադիսին, կա մրցավարի սուլիչը, Հակոբյան բարձից փոխանցում, հեռուն գնաց գնդակը ու այստեղ հազիվ պայեց գնդակը դաշտի սահմաններում, Աղումյանը Ղևոնդյան կա փոխանցում, բայց այստեղ ոչ ոք չի ես գնդակին ու Լիոնը կարող է հիմա շատ արագ հակագրով կազմակերպել, բայց Ջուլակյանը հիմա հասնում է հեռացնել գնդակը, ինչ հակագրով էր իսկապես պարվում հիմա Կադիսի դարպասի ուղղությամբ, Հակոբյանն է շարժվում առաջ, Հակոբյան, բայց այս փոխանցումը անհասցե ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ղազարյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ,
Սեթրակյան հարվածու այստեղ դարպասապահ վերցեց գնդակը եւ ուժեղ փոխանցում է կատարում առաջ Բաբախանյան այստեղ փորձեց տանել գնդակի իր չստացվեց բայց այնուամենայնիվ անկյունային հարված Կիրասնի Կադիսը Վերջին ստանդարտը առաջի խաղակեսի կա, փոխանցումը Ջուլակյանը շեղեց ու հարված ստացվեց, այստեղ առաջի խաղակես հենց այստեղ էլ ավարտվում է գոլազուրկ, որ ոչ ոքի կարճատար, որից հետո վերադառնանք Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք Լիոն ընդդեմ Կադիսի հանդիպման երկրորդ խաղակեսը դիտելու առայժմ առաջի կեսից հետո խփված գնդակ չունենք խաղադաշտում Տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչ կմատուցեն մեզ, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի մեկտարկային կազմերը, սկսենք Լիոնից Արտուր Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Բաբկեն Աբրամյան համար 3, Ռուդի Գեգորյան համար 4, Հայկ Հակոբյան համար 5, Նարեկ Դավթյան համար 7, Յուդվիկ Ադամյան համար 8, Ռաֆայել Աբրամյան համար 9, Վաղինակ Սեթրակյան համար 10, Տիգրան Սեթրակյան համար 11, Ռոման Ջուլակյան համար 13 եւ Արտուր Ասոյան համար 21 Մարտին Ստեփանյանը պաշտպանում է Կադիսի դարպասը համար 1, Աշոտ Համբարձումյան համար 3, Հայկ Մեմոնյան համար 4, Դերենիկ Աղումյան համար 9, Արմեն Բաբախանյան համար 14, Եղամ Խաչատյան համար 17, Դանիել Հակոբյան համար 19, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Սրապիոն Բաբավլոյան համար 77 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80 Ֆիդանյանն է հիմա կրկին գնդակով հետ փոխանցում կատարեց Ղևոնդյանի ուղղությամբ Նորից Ֆիդանյանն ուղարկում է գնդակը դարպասապահի ուղղությամբ, բայց այստեղ Ջուլակյանը տիրեց գնդակին ու խորքից փոխանցում կատարեց, բայց Ջուլակյանի կատարած փոխանցումից հետո դարպասապահը տիրեց գնդակին, հիմա Բաբախանյան բացել է պետք հանդիպան հաշիվը, Բաբախանյան վտանգավոր է ու բարձր է հիմա ստացվում Խաչատրյանի կատարած հարվածը շատ լավ հնարավորություն իսկապես հիմա կորցրեցին Կադիսի ֆուտբոլիստները խաղակեսին հենց մեկնարկում Ղազարյանը կրկին ուժեղ հարված է կատարում առաջ Աղումյանն ու Սեթրակյանն է պայքարում միմյանց դեմ, բայց այստեղ արդեն հեռու թողեց գնդակը Սեթրակյանը ու հարված կլինի Կադիսի դարպասից Բաբաբլոյան այստեղ չանցավ փոխանցումը Ջուլակյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ Ջուլակյան Սեթրակյան բայց Բաբաբլոյանը խլում է գնդակը մրցակցից ու շարժվում է առաջ լավն էր այս պատխաղարկումը բայց ուժեղ էր Խաչատրյանի կատարած փոխանցումը Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գեգորյան լավն էր Գեգորյանի փոխանցումը, բայց այստեղ խաղընկերը չարձագանքեց այս գնդակին հիմա այլ Բաբախանյանի հարվածը չստացվեց Ջուլակյան այստեղ վերահսկում է իրավիճակը անվերապահորեն ու թողնում է գնդակը Ջուլակյանը իր թիմի դարպասապահ Մարտին Ստեփանյանին Ֆիդանյանն է դաշտի միջին հատվածում Հակոբյանի հետ պայքարում հետո ազատվեց վերցրեցի վերահսկողությունից ու շարժվում է առաջ այստեղ Կարայո խաղի կանոնների խախտում Մանվելյանի կողմից Ստանդարտ կիրացնեն հիմա Կադիսի ֆուտբոլիստները Բաբաբլոյան
Մաքուր գործեց այստեղ Եգորյանը ու շարժվում է առաջ։ Հիմա էլ Ջուլակյանը սանկման գնով փորձեց հեռացնել գնդակը, բայց այն մնաց կրկին Լիոնի ֆուտբոլիստերի մոտ։ Սեթրակյան լավ էր մտածել, բայց Ղևոնդյանը իհարկե թույլ չէր տա։ Անվելյան հիմա էլ փոխանցումը բաժին ասավ Ջուլակյանին, ով ուղարկում է այն Ֆիդանյանի ուղղությամբ, լավ գրո հիմա կարող է կազմակերպել Կադիսը։ Տեսնենք այս գրո ինչ կտա Կադիսին եռ թողեց այստեղ մի փոքր Աղումյանը գնդակ ու Ադամյանը արձագանքեց գնդակին, չնայած երկրորդ տեմպով հիմա կգրոյի Կադիսը Խաչատրյանն է հեռլից հարվածում ու շեղությամբ է ստացվում Խաչատրյանի հարվածը։ Սեթրակյան ցույց տվեց փոխանցում կատարեց հարված այս դրվագում Սեթրակյանը, բայց գնդակը բաժին ասավ դարպասապահին Խաչատրյան, Բաբաբլոյան բացել է պետք հաշիվը, բայց հիմա ինչ արեց այստեղ Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանը իր ռեակցիայի շնորհիվ Զերծ բայց իր թիմին առաջին գնդակը բաց թողնելուց այս խաղում Բաբաբլոյան Գերազանց գործեց այստեղ Բաբաբլոյանը կատարեց փոխանցում ու նորից ֆիջ դիտքում էր Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանը ֆանտաստիկ սեյվով աչքի ընկավ այս դեպքում էլ արդեն Գեգամ Խաչատրյանի կատարած հարվածից հետո ու երկար նետում է կատարում առաջ Ֆիդանյան այստեղ առաջինն էր Բաբախանյան Բաբաբլոյան կրկին Ֆիդանյան լավն էր փոխանցումը Բաբախանյան հարված ու արդեն գնդակը հայտնվեց դարպասում 1-0 Կադիսը բացում է այս հանդիպման հաշիվը Արմեն Բաբախանյան 1-0 արդեն գնդակը հայտնվեց դարպասում այս անգամ իր սուպեր սեյվը չկարողացավ կատարել Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանը իսկապես արդեն ոչինչ անել չէր կարող ու հիմա արդեն Լիոնը հայտնվում է այս խաղում առաջին անգամ պարտվողի կարգավիճակում ունեն խփված գնդակ խաղադաշտում ինչը էլ ավելի կհետաքրքրացնի բնականաբար հանդիպման ընթացքը Ղազարյան կրկին փոխանցում է կատարում առաջ Հակոբյան այստեղ առաջին արձագանքեց գնդակին, բայց այն կրկին Կադիսի ֆուտբոլիստերի մոտ է։ Հիմա Եգորյանն է գեղեցիկ գործում։ Եգորյան, բայց հենց Եգորյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզրից կնետի Կադիսը կատարված է փոխանցումը Ֆիդանյան Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու Ջուլակյանը հեռացնում է գնդակը այն կրկին Եգորյանի մոտ է Բաբախանյան Բաբաբլոյան Խաչատրյանին ուղարկեց գնդակը տեսնենք այս գրոհի կտա Կադիսին Բաբաբլոյան Բարձից փոխանցում բայց հեռացեցին գնդակը երկրորդ տեմպով փորձեցին գրոհել Կադիսի ֆուտբոլիստները մի անգամից հարված հետևեց դարպասի ուղղությամբ ու դարպասապահ Ղազարյանը այս անգամ նորից տեղում էր Ղևոնդյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում փոխանցում դեպի առաջ Բաբախանյան Բաբախանյան այստեղ փորձեց խաբել բոլորին հարված էր դարպասի ուղղությամբ Բաբախանյանը բայց դարպասապահը նորից դիրքում էր հիմա էլ Աղումյանն է հեռացնում գնդակը եզից կնետի Լիոնը
Կատարված է եզրային նետումը, Սեթրակյանն էր այստեղ փորձում հասնել գնդակին, բայց կարողացավ հեռացնել այն Սեթրակյանի ոտքերի տակից գնդակը Աղումյանը ու անկյունային հարվածի մակ իրացնի Լիոնը, հենց Սեթրակյանն էլ տեղադրում է գնդակը անկյունային իրացնելու համար, կա փոխանցումը ու նորից Աղումյանն է այստեղ հասնում առաջին արձագանքել գնդակին։ Եվս մեկ փոխանցում առաջ, բայց այստեղ Լիոնի ֆուտբոլիստներն են կրկին Աբրահամյան, այդ փոխանցում դեպի Սեթրակյան ու գնդակը արդեն աճիեցնում է, Եգորյանն է այստեղ, լավ հարված ենք տեսնում Սեթրակյան, հաշիվը հավասար է 1-1։ Վաղինակ Սեթրակյան 1-1 հաշիվը հավասար է, իհարկե գոլը գրանցված է Սեթրակյանի անվան դիմաց, բայց ինչ արեց Եգորյանի հեռահար կրակոցով այնպիսի ուժգնությամբ է հարվածը, որ դարպասապահ Ստեփանյանը միանգամից չկարողացավ ֆիքսել գնդակը, հետո էլ այն հայտնվեց Սեթրակյանի մոտ, իսկ հիմա արդեն Խաչատրյանը պատասխան կրողի ժամանակ նորից Կադիսին առաջ է մղում հաշվի մեջ 2-1։ Գերան Խաչատրյան 2-1 անմիջապես պատասխան գրոհի ժամանակ կրկին Կադիսը գոլ է հեղինակում ու առաջանցում նորից հաշվի մեջ այս խաղում։ Արդեն երկրորդ անգամ բավական հետաքրքիր խաղակես ենք իսկապես դիտում, ինչը չեմ կարող ասել իհարկե առաջի խաղակեսի մասով։ Սեթրակյան, Աբրահամյան հարված ուշեղությամբ հիմա ստացվեց։ Ռաֆայել Աբրահամյանի կատարած հարվածը եւ հարված կլինի Կադիսի դարպասից, այո, ինչ են անում թիմերը, 2 րոպեի ընթացքում 2 գնդակ տեսանք միանգամից, սա կարողացավ Վաղինակ Սեթրակյանը հավասարեցնել հանդիպան հաշիվը, հետո էլ արդեն Գեգամ Խաչատրյանը անմիջապես հաջորդ գրոհի ժամանակ գրավեց Լիոնի դարպասը ու առաջ մղեց Կադիսին հաշվի մեջ, լավ պատխաղարկում էր, բայց չհասավ այստեղ գնդակը Բաբաբլոյանին։ Ու եսից կնետի հիմա Կադիսը կատարված է փոխանցումը, Խաչատրյան վտանգավոր է դուրս եկավ դարպասապահ ու թույլ չտվեց Խաչատրյանի հարվածը ամբողջ ուժգնությամբ ընթանա, անկյունային հարվածը նշանակում հիմա մրցավարը Լիոնի դարպասի ուղղությամբ։ Ցածրից փոխանցում, բայց այստեղ Աբրահամյանը առաջին արձագանքեց գնդակին, հիմա տեսնենք Լիոնի պատասխան գրող Աբրահամյան, բայց Ջուլակյանը շատ լավ դուրս եկավ իր դիրքից ու դիրեց գնդակին, հետո չկար խաղի կանոնների խախտում։ Ու հիմա դեղին քարտ է ստանում Ջուլակյանը խաղադաշտում մրցավարի հետ վիճելու համար։ Իհարկե արդեն ֆուտբոլիստների նյարդերը տեղի են տալիս եւ դա հասկանալի է, հանդիպան վերջնամաստ է մոտենում ու մեկ գնդակի առավելությունը ընդհանրապես խաղադաշտում։ Լևոնցյան այստեղ լավ կարողացավ հեռացնել ընկած դիրքից գնդակը, Ֆիդանյան դեպի Հակոբյանը փոխանցում, բայց Հակոբյանի փոխանցումը այստեղ անհաջող ստացվեց։ Հիմա տեսնենք ինչ է պատել
Ղևոնդյանի խոտացածքին է հայտվել Կադիսի 4-րդ համարը, հուսանք որ լուրջ ոչինչ չկա։ Ամեն ինչ կարգին է Ղևոնդյանի հետ, նա շարունակի հանդիպում, հիմա Կադիսը կրկին փորձում է գրոս արգասնել Աղումյանն է գնդակով, բայց այստեղ կորցնի գնդակը Կադիսի ֆուտբոլիստները ու եզից արդեն կնետի Լիոնը, իհարկե Լիոնը քիչ անց արդեն կշտապի ամբողջ կազմով նետվելու մրցակցի կիսադաշտու փորձելու հավասարեցնել հանդիպան հաշիվը, առայժմ կա մի փոքր խաղաժամանակ եւ դրա համար կարծում եմ Լիոնի ֆուտբոլիստները ամբողջ ուժով չեն նետվում առաջ, քանի որ իհարկե հակագրով բաց թողնելու վտանգը նույնպես կա, առանց այն էլ այնպես չէ, որ Լիոնը այս պահին առաջին համարով է խաղում խաղադաշտում, հավասար ընդհանրապես հավասար պայքար է ընթանում հիմա խաղադաշտում, նշել որևէ թիմի ակնհայտ առավելություն չի կարելի, քանի որ խաղադաշտում մենք դա չենք տեսնում, Ֆիդանյան, լավն էր անցումը Ֆիդանյանի, կա փոխանցումը ու Բաբաբլոյանը խփում է Կադիսի երրորդ գնդակը եւ կրկնապատկում իր թիմի առավելությունը։ Շեյո Բաբաբլոյան 3 պեկ Կադիսը կրկնապատկում է իր առավելությունը ու արդեն ծայրահեղ իրավիճակում թողնում Լիոնին, հիմա արդեն եթե քիչ առաջ նշում ենք, որ պետք է Լիոնը համբերի, գուցե դա հիմնական պատճառներից մեկն է, որ չեն շտապում պատասխան գնդակը հեղինակելուն, հիմա արդեն 2 գնդակ են զիջում մրցակցին ու եթե պետք է շարժվել առաջ, ապա պետք է դա հիմա սկսել։ Բաբաբլոյան թողեց գնդակը Ֆիդանյանին եւ այստեղ գնդակը բաժին է հասնում Լիոնի դարպասապահ Արտուր Ղազարյանին, ինչի համար եմ նշում առաջ շարժվելու փաստը Լիոնի տեսանկյունից, քանի որ հանդիպան հիմնական ժամանակի ավարտին 7 րոպե է մնացել եւ 2 գնդակ հեղինակելու համար այսպիսի խաղում հենց այդպես է պետք վարվել։ Հիմա եզից արդեն կնետի Լիոնը Ադամյանը կատարում է եզրային նետում։ Խորքից փոխանցում ենք տեսնում դարպասապահի կողմից, չդիպավ արդյոք գնդակը Աղումյանի ձեռքին, դիպել էր, այո։ Եվ դա նկատեց մրցավարը, հիմա արդեն ստանդարտ կհետևա բավական վտանգավոր դիրքում։ Ու տեսնենք այս ստանդարտը հիմա ինչ կտա Լիոնին, իատեսականում մեծ հնարավորություն ունի հիմա Լիոնը կրճատելու հաշվի տարբերությունը։ Եթե Սեթրակյանի մոտ այս հարվածը դիպուկ ստացվի կամ մրցավարի սուլիչը, Սեթրակյան փորձեց պատի տակով անցկացնել գնդակը, բայց դա հաշվի առել էին Կադիսի ֆուտբոլիստները, հիմա Յակոբյանի հարվածն են տեսնում ու Խաչատրյանն է կանգնում գնդակի ճանապարհին եւ այստեղ Ջուլակյանը հնարամիտ կերպով վաստակում է եզրային նետման հնարավորություն իր թիմի համար, թե այնուամենայնիվ հենց Կադիսի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը, ոչ պետք է եզրից նետի Կադիսը, այո, մրցավարը այդպես է նշանակել եզրային նետումը։ Ռոման Ջուլակյան ու այստեղ Խաչատրյանը երաշտում է գնդակը, տեսնենք եզրային նետում արդեն Լիոնի ֆուտբոլիստերի կատարման պայով պետք է շտապել հիմա Լիոնի տեսանկյունից, Կադիսը բնականաբար շտապելու
ոչ մի տեղ չունի ու փորձում է հանդիպումը հնարավորինս կերպով ավարտին հասնել։ Կատարված է եզրային նետումը, այստեղ Աղոմյանը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը, Բաբախանյանն էլ որքան հնարավոր է հեռու, Ղազարյանը դուրս է եկել դարպասից, հեռացեց գնդակային Ֆիդանյանի մոտ է, Ֆիդանյան ու 4-1 գեղեցիկ գոլ ենք տեսնում Ռոբերտ Ֆիդանյանի կատարմամբ ու Կադիս այս գոլով արդեն լուծում է 3 միավորի հետ կապված բոլոր խնդիրները այս խաղում։ Ռոբերտ Ֆիդանյան 4-1 իսկապես ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին հարված կատարեց Ֆիդանյանը բոլոր հարցերի պատասխանը տալով այս խաղի հետ կապված հաղթողի վերաբերյալ։ Հիմա արդեն իհարկե չի հասցնել Լիոնը բնականաբար 3 գնդակ հեղինակել 4 րոպեվա ընթացքում, դա պարզից էլ պարզ է Հակոբյան չստացվեց այստեղ հարվածային Սետրակյանին բաժին ասավ Աբրահամյան հարվածեց ու այստեղ գնդակը դիպավ դարպասաձողին եւ դուրս եկավ դաշտի սահմաններից դարպասապա ուժեղ փոխանցում է գատարում առաջ ու այստեղ կորցրին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները Սետրակյան գուցե հերվից փորձի Սետրակյանը այդպես էլ վարվեց բայց բարձր ընթացավ այս դրվագում Վաղինակ Սետրակյանի կատարած հարվածը Հակոբյան Տոնում է գնդակը Ֆիդանյանին Վերջինս էլ հետ է ուղարկում այն Ջուլակյանի ուղղությամբ ու գնդակը ձախ եզրում է արդեն Ղևոնդյանն է այստեղ Բաբաբլոյան ոտնատխտի դրսի մասով փոխանցում կատարեց հետո կարողացավ վերադառնալ ու խլել գնդակը մրցակցից Բաբաբլոյան հիմա հետ է ուղարկում գնդակը Ֆիդանյանին ու դեպի ձախ փոխանցում ենք տեսնում բայց այստեղ Ռոման Ջուլակյանը դիտեց գնդակին իսկ այստեղ գրո կազմակերպել Լիոնի ֆուտբոլիստների մոտ պարզապես չստացվեց Հիմա պրեսինգ է գնացել Լիոնը ու կարողացան խլել գնդակը մրցակցից իսկ այստեղ Ջուլակյանը շատ հաջող պաշտպանվեց թույլ չտալով որպեսզի փոխանցում իրենից անցնի Ֆիդանյան Ֆիդանյան բարձից փոխանցում հարված են նույնիսկ տեսանք այստեղ Խաչատրյանի կատարմամբ բայց դարպասապա Արտուր Ղազարյանը հեռացեց այստեղ գնդակը բավական վտանգավոր հարված կատարեց այստեղ Խաչատրյանը Ֆիդանյանի փոխանցումից հետո բայց դարպասապա իր դիրքում էր հիմա անկյունային են խաղարկում Կադիսի ֆուտբոլիստերը ու գնդակը այստեղ դուրս եկավ դաշտի սահմաններից Երկու րոպե մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտը գումարած որքան կփոխհատուցի մրցավարը իհարկե շատ փոխհատուցելու կարիք կարծում եմ չկա խաղադաշտում քանի որ հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը արդեն Կադիսը մեզ տվել է այնպես որ պետք է սպասենք այս հանդիպումը տրամաբանական կերպով ավարտվի հիմա չկար խաղի կանոնների խախտում Սետրակյանի կողմից Եզրից նետում է Սեյթրակյանն Ադամյանի ուղղությամբ, կրկին սխալ, Բաբաբլոյան ու չհայտնվեց հիմա գնդակը դարպասում, առաջին հարվածը ետ մղեց Ղազարյանը, երկրորդն էլ փորձեց Ֆիդանյանի կերպով գրավել Բաբաբլոյանը մրցակցի դարպասը, բայց այստեղ չստացվեց։ Եթե դուրս գար գնդակը կնետեր Կադիսը բայց պայեց Լիոնի ֆուտբոլիստային դաշտի սահմաններում հիմա էլ չստացվեց հարված այստեղ Սետրակյանի ու հիմա նետվում են առաջ Կադիսի ֆուտբոլիստները բայց Ադամյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակ ու եզից կնետի Կադիսը Բաբախանյան Պեպի կենտրոն ու այստեղ հարված կլինի հիմա Լիոնի դարպասից քանի որ գնդակը վերջում Հակոբյանից դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս Ուժեղ փոխանցում առաջ Հակոբյանն է այստեղ ուղարկում է գնդակը Բաբկեն Աբրահամյանին վերջինս էլ կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ բայց Ջուլակյանը որպես վերջի պաշտպան այսօր ֆանտաստիկ հանդիպում է անցկացնում իր թիմի կազմում իսկապես
բոլոր վտանգները գրեթե դեպի Կադիսի դարպասը տանող կարողացավ Ջուլակյանը չեզոքացնել։ Բաբաբլոյան 4-2-ի դիմաց նետվում է առաջ հիմա Կադիսը Խաչատրյան լավ չստացվեց այս փոխանցումը մնաց գնդակը Կադիսի մոտ, բայց հետո Հակոբյանը լավ գործեց։ Բաբաբլոյան գուցե հիմա ստացվի ոչ այստեղ հարվածը չստացվեց Բաբաբլոյանի ու սայթակեց Բաբաբլոյանը վերջին գրոհը կամ գրոհներից մեկը Լիոնի, բայց Ջուլակյանը նորից իր դիրքում էր ու թույլ չտվեց մրցակցին գրոհ կազմակերպել, հիմա էլ չկար այստեղ խաղի կանոնների խախտում։ Ֆիդանյանն է խլում գնդակը մրցակցից։ Խաչատրյան Ջուլակյանն է նույնիսկ միացել Արսեն Կադիսի գրոհին, տեսեք որտեղ է ասել Ջուլակյանը, լավն էր այս փոխանցումը, բայց ոչինչ չստացվեց, Բաբախանյան գուցե հիմա այո դուբլ է գրանցում Բաբախանյան այս խաղում իր անվան դիմաց ու հանդիպան հաշիվը դառնում է 5-1։ Արմեն Բաբախանյան 5-1 է դառնում հանդիպան հաշիվը, էլ ավելի խոշոր դարձել է ծառավելությունը խաղադաշտում Կադիսը, Ջուլակյանն է գնդակով, Ռոման Ջուլակյանն է նրա դեմ պայքարում, մնաց գնդակով Ջուլակյանը ու կատարեց փոխանցում Ֆիդանյանի ուղղությամբ դեպի ձախ եզր ու Բաբաբլոյանը ևս մեկ խորքից փոխանցում է կատարում Բաբախանյանի ուղղությամբ, այս գրոհը տեսնենք Ֆիդանյան ու որտեղ հարվածեց Ֆիդանյանը բավական բարձր, բայց հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց գեր-գոլառատ հանդիպում, գեր-գոլառատ երկրորդ խաղակես ունեցանք, 6 գնդակ տեսանք խաղադաշտում։ Կադիսը վաստակեց իր հերթական 3 միավորը ու էլ ավելի բարելավեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Խաղային շաբաթը նույնպես մեզ մոտ ավարտված է։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք։